Ես շատ մեծ ուրախությամբ եմ գնացել ծառայության, շատ մեծ, մտածելով այն մասին, որ գտնում եմ, որպեսզի քույրը, իմ աղբերը, իմ ծնողները, հարազատները ընդհանրապես հանգիստ քնեն։ Բայց այս իրավիճակում ինչ-որ ես հայտնվել եմ, ոնց հիմա լիարժեք չհասկանաք ինչ իրավիճակի մասին եմ, սակայն դուրս ես գալի մարդան մեջ, խարս հայացքներ, ոնց որ ասած, չգիտեմ էլի մտածում եմ, հասարակություն է, ինչ-որ այ ինչ եմ մտածում, բայց այդ հայացքներ, ամեն ինչ էլի, որ ասում կեզ մի տեսակ են հանում կամ խոսք եմ մտածում եմ, ավոս ինչ արի կամ չգիտեմ, էդի արդեն ինստինքան դու կեզ վատ ես զգում, Այդ ուղղակի իմ մասին չէ նորած զգալու պահը, որովհետև ես չեմ մտածում էլ, որ ինչ-որ մեկը ինձ լիարժեք մարդ կար անվանել։ Ինձ ուղարկում են կամ Գերմանիա, կամ Լենինգրադ, Հայդոս քինո։ Այնտեղային ապարատներով արտարի, նրա էֆեկտիվությունը ավելի մեծ է, հավանականությունը, որ այդ մետաստազերը կչորանա, ավելի մեծ է, սակայն չունենալով ոչ պաշտպանության նախարարության, ոչ մեր կառավարության աջակցությունը, որ լինելով ֆինանսապես ծանր վիճակում, հնարավոր չի, այն բուժումը, որպեսզի ես իմ սեփական միջոցներով կարողանամ շարունակեմ կամ Գերմանիա կամ Լենինգրադ։ Մի խոսքով արտասահմանում։ Մի քանի անգամ դիմեցինք պաշտպանության նախարարություն, ստացանք մերժում։ Մեր լիազորությունների մեջ չի մտնում արտասահմանում բուժում։ Շատ բարի չի մտնում։ Դիմեցինք առողջապահության նախարարություն, այսինքն չէ, դիմեցինք հանրապետության նախագահին։ Հանրապետության նախագահի ազնվականով մի հատ դիմում գնաց առողջապահության նախարարություն, մի դիմումը գնաց նորից պաշտպանության նախարարություն։ Պաշտպանության նախարարությունից ևս մեկ անգամ մենք ստացանք նույն պատասխանը։ Չի մտնում մեր լիազորությունների մեջ ու վերջ։ Իսկ առողջապահության նախարարությունից ստացանք հետևյալը, որ դա չի մտնում մեր լիազորությունների մեջ, սակայն մենք աջակցենք, որպեսզի ինքնաթիռով կամ ինչով գնալ գալու, մեկ էլ հիվանդի խնամակալի մնալու ծախսերը։ Մենք այդ կհատուցենք, սակայն բուժման ծախսը ոչ։ Շատ շնորհակալ եմ առողջապահության նախարարությունին, ինչ խոսք։ Սակայն ինձ հիմա պետք է ոչ թե այդ գնալ գալու ծախսերը, ինձ հիմա պետք է ավելի մեծ գումար։ Այդ գնալ գալու ծախսերը կոպիտ ասած կոպեկներ է, էլի։ Ես չեմ ցանկանում, որ միգուցե բարի մարդիկ կամ ինչ ասեմ, չգիտեմ, լիքը պաշտոնյաներ կան այսօր կառավարության, որ ազգային ժողովում հիմա մտածում են մեքենա առնեն, որպեսզի ամսական 100,000 չտան տաքսիներին, բայց չեն մտածում, որ իրենց ամենառած մեքենան մի հատ մի քանի ընտանիքի կյանք կարող փրկի, էլի։ Երազան։ Չունեմ երազան։ Բայց բականներ շատ առաջիորդի Դա պիտի սովորեմ։ Որտե՞ղ։
Պետհամալսարանի ռադիոֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա բաժին։ Եթե որ ասած ծնողների երազանքներ մենակ նպատակը չէր։ Դեպրորդը կարանան կյանքում ինչքան հնարավոր է լավ մարդ լինել։ Մարդ ոչ թե հավայել։ Ընտանիք կազմելու մասին չեմ ասում, պետք է հաստատ կլինի։ Ու կուզեմ մի բան էլ ասեմ, որ բժիշկը առաջերտին պետք է մարդ լինի, նոր բժիշկ։ Ցանկանամ, որ այսօր մեր կառավարությունը, մեր առողջապահության կապշը, մեր ընդհանուր համակարգը մի հատ հավաքվել իրար գլուխների։ Իրան գիտեմ, որ իրան կբուժեն, բայց եթե ֆինանսապես վիճակի չի իրան կբուժեն, ինքը հաստատ այդ ֆինանսը կստեղծի կտանես չի, որ չի անի, կամ մեր կառավարությունը թե ինչ-որ բանով աջակցություն ցույց տա։ Ես այսօր չեմ ուզում մեր կառավարությունը զորս բերի պրոտեստական էսկոմ կամ չգիտեմ, էլի ինձ ուղղակի այս պահին իրանց աջակցությունն օգնեց, որ այս իմ թոքերի վրա եղածը վերացնեն։ Կամ ուրույցը բարի մարդկանց ուղղակի, էլի կառավարության վրա այս այդքան ընտրեք հույս չեմ դնում, իրենց որ ասած իրեն շատ պետք չի։ Սրանք ամեն մեկը ով նստած ազգային ժողովում կամ ընդհանրապես մեր կառավարությունում նա ձեռքը շարժում կարող են ցանել կոնկրետ ինը կամ ինչ-որ մեկի հարցերը շատ նույնիսկ ուզում, բայց իրենց այդ պետք չի չեն անում։ Մենակ այսօր լսում եմ փոքր աղբեր, որ այսօր ասում եմ, ով ուզում է երկնքից հիշի, ինքը չի ծառայել։ Այս պետության համար ինքը չի ծառայել։ Որովհետև այս պետությունը արժանի չի։